1965 թվականի նոյեմբերի 22-ին Երևանը իր խղճուկ եւ աղքատիկ խրճիթում իշխանություններից հալածված ու հետապնդված, մոռացված իր ազգից, աշխարհից ու բախտից խռով, վիրավոր ու դառնացած հոգով վախճանվեց Լեռքամսարը։ Գուրգեն Մահարու բնորոշմամբ հայ երգիծաբանության երաստղության վերջին մոհիկանը, Պարոնյանի եւ Օթյանի արժանավոր ու հոգնած հաջորդը։ Արամ Թովմաղյան կամ Լեռքամսար։ Եթե որևէ հայ գրողի կարելի է կոչել հայ ժողովրդի խիղճը խորհրդային տարիներին, ապա դա առանց երկբայության Լեռքամսարն է։ Միակ իրական ու իսկական այլախոհ գրողը, ում գրական ժառանգությունը ցայսօր մեծավ մասամբ մնում է անտիպ ու չուսումնասիրված։ Ես Լեռքամսարի առաջին ապրած կյանքը կորցրած մի բան եմ համարում իր համար։ Լեռքամսարի երկրորդ կյանքը սկսվեց անկախությունից, անկախության ժամանակ, ու ես այնքան գոհ եմ, որ վերջապես տեղ ունեցավ հանդիպումը Լեռքամսարի եւ ընթերցողի հետ։ Լեռքամսարին պետք է ուսումնասիրել ամբողջովին նրա կյանքը, չապրած տարիները, ստեղծած ուրագրություններն ու գրական ժառանգությունները։ Պետք է ստեղծել նրա, ճշգրտել նրա տեղն ու դիրքը հայ գրականության, երգիծաբանության զարգացման պատմության մեջ։ Այս դեպքում միայն Լեռքամսարը, ինչպես յուրաքանչյուր գրող, կերևա իր բնական մեծությամբ երգիծաբանության զարգացմանը մատուցած իր ծառայություններով։ Մենք ունեցել ենք իսկապես մեծ երգիծաբան, որի ստեղծագործության գիտական հրատարակություն պիտի իրականացվի, կարծում եմ, եւ նրան պետք է տալ իր արժանի տեղը այդ թվարկածս մեծությունների Պարոնյանի եւ Օթյանի կողքին, հիմնավորելով այս երևույթը գիտականորեն եւ հրապարակելով նրա ստեղծագործությունը, որպեսզի ամբողջությամբ դառնա մեր ժողովրդի սեփականությունը, որովհետեւ Լեռքամսարի ստեղծագործության սեփականատերը մեր ամբողջ ժողովուրդն է։ 1866 թվականին վասպուրականցի քահանա Տեր Թովմաս Թումաղյանն ու Համասփյուր Դիլանյանը Վանի գեղատեսիլ Այգեստան թաղամասի Խաչփողանում իր նոր ընտանեկան բույնն են հյուսում։ Աշխարհ են բերում 8 զավակ, 5 աղջիկ ու 3 որդի։ Ամենակրտսեր զավակը Արամը դառնալու էր հայ նշանավոր երևելիներից մեկը, ամենադաժան հալածանքների, երկարատև հետապնդումների ենթարկված, բայց եւ եզակիորեն ազնիվ, անաղարտ ու սկզբունքային մնացած հայ գրողը։ Լեռքամսարը ծնվել է 1888 թվականին։ Արամի մանկության տարիներն անցնում էին խաղաղ ու երջանիկ։ Խիստ ավանդապահ ընտանիքում վանեցիներին հատուկ հումոր ու սրախոսություն կար, որ ժառանգել էր Արամը։ Այդպես անհոգ ու երջանիկ նա ապրում էր մինչև 8 տարեկան դառնալը։ Հաճախում էր Արարուց ծխական դպրոց, վայելում ծնողների անմնացորդ սերը, նյութականը նույնպես ապահովված էր, ունեին երկհարկանի տուն ու հսկայական մրգատու այգի։ Սակայն Արամը երկար ժամանակ սնվում էր միայն բակլայով, փորձելով նմանվել ճգնավորի, որպեսզի Աստծո բարեհաճությունը վաստակի։ Այնքան խելոք էր ու համեստ, որ մայրերը տարեքից երեխաներին հորդորում էին մի քիչ Արամի նման լինել։ Մոտենում էին Համիդյան ջարդերը։ Հոգևորականի համար այլևս անհնար էր վանում ապրելը, եւ Տեր Թովմա քահանան թողնելով իր ծուխը հեռանում է Պարսկաստան, թե երբ եւ ինչ հանգամանքներում է նա մահացել։ Անհայտ է, սակայն փաստ է, որ Արամն այլևս իր հորը երբեք չի հանդիպել։ Վանի 1896 թվականի կոտորածից Արամը փրկվում է պատահաբար, մոր հետ մեկ օր առաջ հայկական թաղամասում ապաստանած լինելու շնորհիվ։ Հաջորդ օրը վերադառնալով մայր ու որդի իրենց տունը գտնում են այրված, հարևանի ամբողջ ընտանիքը, այդ թվում նաև երեխաները, ում հետ խաղում էր միշտ մանուկ Արամը, մորթված։ Սա նրա կյանքի առաջին խոշոր ու ծանր հարվածն էր։ Մանուկ Արամն այլևս այն հեզ ու աստվածավախ երեխան չէ։ Նա ենթագիտակցորեն զգում է, որ աշխարհը շատ ավելի դաժան ու անկատար է, քան միջ այդ կարծում էր։ Հորից բաժանումից հետո, այսինքն 8 տարեկանից, նա ապավինում է ավագ եղբոր, հարությունի ողորմածությանն ու դաստիարակությանը, ով մեծ էր եղբորից 17 տարի, եւ այդ խնամատարությունը դժոխք է դառնում երեխայի համար։ Չկար օր,
որ եղբայրը նրան դաժան ծեծի չընթարկեր, առանց բանի տեղ դնելու մոր թախանձանքներն ու արցունքները։ Ծխական դպրոցից Արամն անցնում է ամերիկյան վարժարան։ Մի օր էլ վարժարանից տուն վերադառնալով եղբորը գտնում է հրհրալիս եւ տարակուսած տեսնում, որ նա քրքջում է գիրք կարդալով։ Միթե գիրքն էլ կարող է մարդը ընթացնել։ Հոլ հոչի, զարմանում է Արամը, բայց այս դեպքը պատճառ է դառնում, որ ձեռքն առնի նույն գիրքը, որի վրա գրված էր Հակոբ Պարոնյան։ Այդ օրվանից նա այլևս անբաժան մնաց մեծ երգիծաբանից եւ ինչպես ինքն է խոստովանում, այդ օրվանից քայլում է Պարոնյանի փեշը բռնած։ Երգիծաբանության աստված էր համարում Հակոբ Պարոնյանին։ Ամենուր քայլում էր Պարոնյանի փեշը բռնած եւ ինչպես ինքն է ասում, ամեն անգամ երբ մի անհամ գիրք էր կարդում, վրայից միշտ մի կում Պարոնյան էր կուլ տալիս, որ բերանը քաղցրացնի։ Սակայն մի տարբերությամբ ինձ բոլորը համարում են Հակոբ Պարոնյանի աշակերտ։ Ես ինձ համարում եմ բոլոր դպրոցներն ավարտած մարդ։ Ամերիկյան վարժարանն ավարտելուց հետո 1902 թվականին Արամ Թովմաղյանը Ղրիմյան հայրիկի հանձնարարականով ընդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, ուր արդեն սովորում էր նրա ավագ եղբայր Գևորգը։ Այստեղ հանգամանքների բերումով ստիպված է լինում փոխել ազգանունը, եւ Թովմաղյանը դառնում է Թովմա Աղայան, հետագայում Թովմասյան եւ այլն։ Էջմիածնի ճեմարանում պատանի Արամը ցուցաբերում է կոմիկ դերասանի առանձնահատուկ շնորհ եւ գրեթե բոլորը համոզված են, որ բեմն է նրա ապագան։ Ավարտելով կրթությունը Գևորգյան ճեմարանում, չափահաս դարձած Արամը Վան է վերադառնում եւ նույն 1909 թվականին Արամ Թովմաղյանը հաստատվում է Աղթամար կղզում եւ Սուրբ Խաչ եկեղեցու դպրոցանոցում դասավանդում է հայոց լեզու եւ գրականություն։ 2 տարի այստեղ դասավանդելուց հետո հիշում է, որ իրեն դերասանի կարիերա են կանխատեսում, վերադառնում է Վան եւ սկսում թատերական գործունեությունը։ Բեմադրում եւ խաղում է Մոլերի Ակամա բժիշկ եւ Սկապենի արարքները կատակերգությունների գլխավոր դերերը։ Այս երկու բեմադրությունները նրան հրճակ, ճանաչում ու համբավ են բերում։ Վանի Երեմյան դպրոցի տնօրենի առաջարկով Արամ Թովմաղյանն սկսում է հայոց լեզու եւ գրականություն դասավանդել Երեմյան վարժարանում ու կարճ ժամանակ անց դառնում աշակերտների սիրելին։ Հետագայում նշանավոր շատ վանեցիներ իրենց հուշերում կպատմեն Երեմյան վարժարանի սիրելի ուսուցիչ Արամ Թովմաղյանի մասին։ Հաստատվելով թատրոնում եւ մանկավարժության մեջ, Արամը նաեւ գրական առաջին քայլերն է անում եւ 1910 թվականին Աշխատանք թերթում տպագրում է իր առաջին ֆելյետոնը եւ հաջորդ առավոտ, ինչպես ժամանակակիցներն են հիշում, ամբողջ Վանը միանգամից քրքջաց։ Սկզբնական ֆելյետոնները նա չէր ստորագրում, զգուշանալով թուրքական իշխանություններից, քանզի հենց այդ իշխանություններն էին դառնում ծաղրի առարկա։ Սակայն Վանի երևելիներից մեկը, ով շատ լավ գիտեր, թե ում գրչին են պատկանում Վանն ու Վասպուրականը խինդով լցրած ստեղծագործությունները, համարձակության ու անսասանության համար հեղինակին կոչում է լեռ կամ սար։ Այն հերոսներից մեկը, ում քննադատել էր ինքը, վանեցի մի արևտրական, բայց բարեմիտ մի մարդ, գալիս ներկայանում է, ասում է, ով էր ինձ քննադատողը, ասում է, ես էի։ Կեցես, ասում է, աֆերիմ, ինչ շատ սիրուն ես քննադատել, ոչ քծնել ես, ոչ շողոքորթել, դու ոչ թե սովորական լեռ ես կամ սար ես, այլ մեծ սար ես, լեռ կամ սար ես։ Այստեղից էլ ահա մակաբերվել է լեռ կամ սար գրական անունը։ Հետագայում լեռ կամ սարն ինքը պիտի խոստովաներ, եթե ես լեռ կամ սար չլինեի, ինձ վաղուց ոտնատակ կտային, կտրորվեի, իմ անունն է ինձ փրկել։ Վիճակը գծված էր, այդուհետ նա հայ երգիծաբան լեռ կամ սարն էր։ Այս տարիները հայ երիտասարդ երգիծաբանի համար ամենաերջանիկ ժամանակներն էին։ Նրան արդեն ճանաչում ու գնահատում էր ողջ Վանը, թե որպես մանկավար եւ թե որպես երգիծաբան։ Ժամանակն էր անձնական կյանքի մասին նույնպես մտածելու, եւ մի օր տանը պարապ պարկելուց հոգնելով վեր է ցատկում ու մորը հայտարարում. «Բեզարեցի հանգստանալուց մա, գնամ պսակվեմ ու գամ»։ «Քյա տղա խենթացար», ապշում է համասփյուռ մայրը։
բայց պարզվում է, որ նա միանգամայն լուրջ էր ու մանկության ընկերոջը Վարազդատ Տերոյանին դարձնելով վկա, նույն օրը պսակադրվում է գործընկերուհու Երեմյան վարժարանի երիտասարդ ուսուցչուհի Իսկուհու հետ։ Այս պատմության մեջ կա կոմիկական չափազանցում, թե ոչ, դժվար է ասել, բայց վստահորեն կարող ենք պնդել, որ Իսկուհին դարձավ Լեռքամսարի պահապան հրեշտակը, նրա երկարամյա տառապանքների վկան, նրա միակ մխիթարությունն ու սերը։ Մինչ առաջին աշխարհամարտը դեռ 4 տարի կար, եւ 4 տարի Լեռքամսարը վայելում էր ընտանեկան երջանկությունն ու աշխատանքային առաջընթացը։ Բայց ահա պայթեց համաշխարհային առաջին պատերազմը, երանելի հուշ դարձնելով երջանկության ու խաղաղ աշխատանքի հնարավորությունը։ Ողջ արևմտյան Հայաստանից մահագույժ բոթ էր հասնում Վան, կոտորում են ամենուր։ Վանը կանգնեց ինքնապաշտպանության։ Ջերմորեն ընդունեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Նախ ասենք, որ Վանի հերոսամարտի մասնակից էր։ Սա պատահական բան չէ մարդու կյանքում, որովհետև բոլոր վանեցիները դարձան իրենց երկրի պաշտպանը, քաղաքի պասպորականի պաշտպանը, բայց ահա առաջին գծում էր նաև Լեռքամսարը, որը այդ տարիներին արդեն բավականին հասուն մարդ էր, 15, 12, 27 տարեկան տղեր։ Բանն այն է, որ Լեռքամսարի պատանության երիտասարդության շրջանը համընկավ մեր ժողովրդի մեծ ողբերգության տարիներին։ Եվ նա 15 թվականի Վանի հերոսամարտի ժամանակ ինքնապաշտպանների շարքում էր, նույնիսկ այն դեպքից հետո, երբ պաշտպանության ղեկավարի Արամ Մանուկյանի տունը ռմբակոծվում է թուրքերի կողմից, Արամ Մանուկյանը միանում է Լեռքամսարի դիրքին, մտնում է նրա տուն եւ միասին են կռվում թուրքերի դեմ։ Լեռքամսարի տունը դարձել էր Այգեստանի ինքնապաշտպանական դիրքերից մեկը, իսկ ինքը, գրողը, ամենուր էր եւ ուր որ լինում էր, ծիծաղ, ուրախություն ու հույս էր պարգևում, թվում է թե հուսահատ մարտիկներին։ Վանը դիմացավ ու հաղթեց, փրկելով շուրջ 200,000 վասպորականցիների կյանքը, սակայն ամիսներ անց հերոս վանեցիները ստիպված էին թողնել քաղաքն ու գաղթել Արևելյան Հայաստան։ Նրանց մեջ էր նաև գրող Լեռքամսարը, մոր եւ կնոջ հետ։ Հետագայում արդեն խորհրդային տարիներին գրող Շահեն Թաթիկյանը հարցնում է Լեռքամսարին. ինչպես կարողացաք ծաղրել Վանի հերոսամարտը, երբ այդ հերոսամարտի հերոսներից մեկն էիք։ Ծաղրել ասացիք, պատասխանում է երգիծաբանը։ Ոչ, դուք խորապես սխալվում եք, ես չեմ ծաղրել, այլ ի ցույց եմ դրել պակասություններն ու բացերը, որպեսզի դրանք այլևս երբեք չկրկնվեն մեր ազգային կյանքում։ Իսկ 1915-ի ամռանը գաղթական քարավանների հետ հասնելով Էջմիածին, Լեռքամսարը անհույս հիվանդ էր։ Նրան մեկուսացնում են Էջմիածնի հիվանդանոցի բաժանմունքներից մեկում, սակայն պահապան հրեշտակը Իսկուհին եղբոր օգնությամբ գողանում է ամուսնու կիսակենթան մարմինը եւ հասցնում Երևան։ Անելով անհնարը Իսկուհուն հաջողվում է փրկել ամուսնու կյանքը։ Հաստատվելով Երևանում, Լեռքամսարն սկսում է դասավանդել Խրիմյան դպրոցում եւ շարունակում գրական գործունեությունը։ Մեկ տարի անց նա արդեն փնտրված հեղինակ էր թե թերթերի եւ թե ընթերցողների համար։ Բաքվում լույս տեսնող հայերեն Արևթերթն այդ օրերին գրում է. հարյուրավոր ֆելյետոնիստների մեջ միայն Լեռքամսարն է միակոշտվածը։ Իսկ մեծանուն հայագետ Հրաչյա Աչարյանը օրդորում էր Լեռքամսարին. դու Պարոնյանի արժանավոր ժառանգորդն ես, լույս տեսած ֆելյետոններդ հավաքիր խնամքով, դրանք գրական արժեքներ են։ Ավելի բարձր գնահատական Լեռքամսարը չէր կարող ակնկալել, նրան համեմատում են Պարոնյանի, այն երգիծաբանի հետ, ում աստվածացնում էր դեռ պատանի տարիքից, եւ համեմատողն էլ ոչ այլ ոք էր, քան Հրաչյա Աչարյանը։ Սակայն միայն գրիչով չէ, որ Լեռքամսարը արձագանքում է երկրի անցուդարձին։ 1917 թվականին անդամագրվում է Վանի 4-րդ կամավորական գնդին, որի հրամանատարն էր Տիգրան Բաղդասարյանը։ Մեկ տարի անց Սարիղամիշի ճակատամարտից առաջ Դրաստամատ Կանայանը տեսնելով նրան շարք կանգնած զինվորների մեջ զարմանում է. Քեզ որ բան պատահի, ով պիտի մեզ ծաղրի, զոհվես, ազգիս առաջ պարտական կմնանք, գնա գործովդ զբաղվիր։ Հրամայում է դրոն նրան կամավորների շարքից դուրս բերելով։ Առաջին հանրապետության տարիներին Լեռքամսարը թեև խիստ դրական վերաբերմունք ուներ դաշնակցական կուսակցության նկատմամբ, այնուհանդերձ չէր խորշում նրանց
երգիծական քննադատության ենթարկել։ Առասարակ նա կարծում էր, որ երգիծաբանը ոչ թե թշնամի է, այլ իր բառերով ասած բարոյական տզրուկի պես մի բան, որին պիտի հասարակությունը կպցնի իր մարմնին, որպեսզի այդ տզրուկը քաշի հիվանդարյունն ու առողջացնի հասարակությանը։ Ըստ երևույթին այդպես էին մտածում նաև դաշնակցական գործիչները։ Հակառակ դեպքում այդքան մեծ արտոնություններ չէին տա իրենց քննադատող երգիծաբանին։ Լեռքամսարը շատ սուր ու ծաղրող մի նամակ է ուղարկում կառավարությանը, իսկ վարչապետ Քաջազնունին նույնիսկ նրան առաջարկում է դառնալ խորհրդարանի падգամավոր ու ղեկավարել չեզոք падգամավորների ֆրակցիան, խորհրդարանական բանավեճեր ծավալելու համար։ Այդ տարիներին չկար մի թերթի խմբագիր, ումից Լեռքամսարը աշխատակցելու հրավեր ստացած չլիներ։ Ամեն ինչ գլխովին փոխվեց Հայաստանի խորհրդայնացումից հետո։ 1921 թվականի փետրվարյան ապստամբության ճնշումից հետո Լեռքամսարը անտեսելով հրամանը ընկերոջ հետ թափանցում է բանտ ու գաղտնի հողին հանձնում կասնահարված ընկերներին։ Հաջորդ առավոտյան նրան փնտրում էր խորհրդային միլիցիան, սակայն ժամանակին թուրիմացաբար փոխված ազգանունը փրկում է նրան։ Միլիցիան փնտրում էր Արամ Թովմաղյանին, իր փաստաթղթերով Լեռքամսարը Արամ Թովմասյան էր, բայց պարզ էր, որ այս թուրումբռնումը շատ արագ կճշտվի, ուստի երգիծաբանը շատ այլ ընկերների հետ անցնում է Պարսկաստան։ Այստեղ կար ժամանակ Թավրիզի Արամյան թատրոնում զբաղվում է դերասանությամբ եւ դարձյալ մեծ հաջողություն ունենում։ Սակայն բոլշևիկների հայտարարած ընդհանուր համաներումից հետո այլ մտավորականների հետ Լեռքամսարն էլ հրավիրվում եւ վերադառնում է խորհրդային Հայաստան, որտեղ նրան ազատ ստեղծագործելու հնարավորություն են խոստանում։ 1921 թվականին արձագանքելով խորհրդային Հայաստանի ղեկավարության կանչին, Լեռքամսարը Պարսկաստանից վերադառնում է Հայաստան եւ դառնում է խորհրդային Հայաստան թերթի սրբագրիչ, որովհետեւ այդ օրերին խորհրդայնացման ժամանակներում մենք գրագետ մարդիկ քիչ ունեինք, իսկ Լեռքամսարը արդեն հայտնի գրագետ էր։ Նա խորհրդային Հայաստանում սկսեց իր երգիծաբանական գործունեությունը, բայց այդ գործունեությունը հանդիպեց խոչընդոտների, որովհետև կար միակուսակցական գաղափարախոսություն, եւ այդ գաղափարախոսությունը թույլ չէր տալիս բոլոր քննադատելի երևույթները եւ անձնավորություններին կոչել իրենց անուններով։ Քանի դեռ Լեռքամսարը կսմիթներ էր գրում կրոնի, եկեղեցու եւ դաշնակցության հասցեին, ընդունելի մարդ էր բոլշևիկների համար եւ տեղ ուներ բոլոր թերթերում։ Ավելին, լրագրավաճառ երեխաներն ամեն առավոտ իրենց առևտուրն աշխուժացնելու համար փողոցներում գոչում էին. Լեռքամսար, արեք թերթը, կարդացեք Լեռքամսար։ Խորհրդային թերթերում տպագրված ֆելյետոնները վերատպվում էին նաև Սփյուռքում, ձեռքից ձեռք անցնում։ Թերթից թերթ եւ ինչպես վկայում էր այդ տարիներին Եվրոպայում բնակվող Աբետիք Իսահակյանը, Լեռքամսարը միակ խորհրդահայ գրողն էր, ում կարդում էին արտասահմանում։ Սակայն բնույթով ամեն մի կեղծիքի ողերին թշնամի, անկաշառ ու անուղելի ազնիվ մարդը քննադատության թիրախի տակ է առնում խորհրդային իշխանություններին ու կուրքերին, երբ գրիչ բռնող ամեն մեկը հանճերեղից մինչև ապաշնոր իրենց պարտքն էին համարում գոնե մի քանի տողով գովերքել բոլշևիկյան իրականությունն ու նրա առաջնորդներին։ Այս կեցվածքը կարող է նույնիսկ այսօրվա հերվից փոքր-ինչ անխոհեմ թվալ, սակայն Լեռքամսարն այլ կերպ ուղղակի չէր կարող լինել, այդպիսին էր ստեղծված։ Ուրեմն անխուսափելի էր նաև բանտն ու աքսորը, բայց մինչև այդ հալածանքների սկիզբը նա հասցրեց տպագրել անվավեր մեռելներ, ազգային այբենարան եւ վրիպած արցունքներ ժողովածուները։ Ողբերգական ընթացք էր ստացել նաև Լեռքամսարի անձնական կյանքը։ Իրար հետևից մահանում են 4 երեխաները։ Նորածին որդուն կոչում է Աշոտ Երկաթ, որպեսզի դիմանա ու ապրի։ Աշոտը բարեբախտաբար ապրում է։ Ապրում են նաև Նաթանն ու Նորան։ Այժմ արդեն ընտանիքը բազմանդամ էր, պետք էր կերակրել նրանց, իսկ երգիծաբանի գլխին կուտակված սևամպերը գնալով սպառնալից էին դառնում։ Խորհրդային իրականության մեջ Լեռքամսարի ստեղծագործության համար հարմար ժամանակներ չէին։ Իհարկե, եթե լիներ ստեղծագործական ազատություն, նա կդրսևորեր իր բոլոր ունակություններն ու կարողությունները։ Բայց հա տեսեք, նա սկսեց հրատարակել իր ֆելետոնները ժամանակի գրական կյանքի մասին, կենցաղային երևույթների մասին, ամեն ինչի մասին։ Մինչև անգամ երկրի քաղաքական կարգերն էր քննադատում։
Դերևս 1918 թվականին նա գրել էր մի շատ հռչակավոր ֆելետոն «Ցարը եւ Լենինը»։ Եվ սա եղավ նրան ամբողջ խորհրդային իրականության դարաշրջանում հալածելու պատճառներից մեկը, որովհետև Լենինի դեմ հանդգնել էր ֆելետոն գրել։ Էն էլ երբ 1918 թվականին։ Գրել էր թե «Ցարը Այդ ինչպես եղավ ասում է, որ ես ամբողջ կյանքում ջանացի Սիբիրը տաքացնել ինձ չհաջողվեց։ Շատ կարճ ժամանակում մի քանի ամսում այդ ինչքան մարդ աքսորեցիր Սիբիր, որ հիմա Սիբիրից բուղ է բարձրանում, գոլորշի է բարձրանում, տաքացել է Սիբիրը։ Եվ հիմա խորհրդային ժամանակներում էլ չկա իրականության այնպիսի ոլորտ, այնպիսի բնագավառ, որ արժանացած չլինի Լեր Կամսարի քննադատությանը։ Լեր Կամսարին մեղադրեցին, որ 1921 թվականին քաղաքացիական կռիվների ժամանակ Կամսարը փառաբանել է դաշնակցական գործիչներին։ Հիշեցին, որ նա այն առանձնապես բարեհաճ չի ընդունել խորհրդային կարգերը։ Դրան էլ զուգադիպեց այն, որ հրատարակեց մի թատերգություն պլենար նիստ վերնագրով, որին եւս տվեցին քաղաքական մեկնաբանություն եւ Լեր Կամսարը դարձավ խորհրդային ժամանակների խորհրդային վարչակարգի առաջին դատապարտվածներից մեկը։ Բնական է, որ գրողներից առաջինը ստալինյան բռնատիրության զոհասեղանին պիտի հայտնվեր այլախոհ երգիծաբանը, բայց որ այդ զոհաբերությունը մատուցվեց հենց գրչակից եղբայրների ձեռքով, դա արդեն անսպասելի ու ցավալի էր հենց Լեր Կամսարի համար։ Սկսվել էր զտումների համաճարակը, որն ըստ էության Կարմիր տերորի նախերգանքն էր։ 1931 թվականի հոկտեմբերի 15-ին Պետհրատի աշխատանքային կոլեկտիվը, որտեղ սրբագրիչ էր աշխատում Լեր Կամսարը, հավաքվում է քննելու երգիծաբանի հարցը։ 300 հոգի հավաքվելով ժողովի, զրպարտում, անարգում ու հայոյախառը հիշոցներով նվաստացնում են երգիծաբանին։ Ցավալի է, բայց փաստ, որ նրանց մեջ էին նույն բռնատիրության հետագա զոհերը՝ Եղիշե Չարենցն ու Աքսել Բակունցը։ Այսքանով անդերձ Լեր Կամսարին զրկում են նաև պաշտպանվելու եւ վերջին խոսք ասելու հնարավորությունից։ Նրան ուղղակի ֆիզիկապես ոչնչացնելու կոչեր են հնչում այդ ժողովում։ Ի վերջո, առանց ձայն տալու նրան հեռացնում են Պետհրատից։ Ժողովի վերջում Աքսել Բակունցը դիմում է Լեր Կամսարին։ Տարբեր վարչակարգեր ես տեսել, նույնիսկ թուրքական։ Միթե բոլշևիկյան իշխանությունը այդքան վատն է, որ անverջ քննադատում ես։ Ժողովի ողջ ընթացքում անարդարությունից սահմռկած Լեր Կամսարը զայրույթով գոչում է. Իհարկե վատն է, շատ վատ է, ավելի վատը, քան թուրքականը, նրանց օրոք ես ազատ գրում էի։ Դահլիճը փշակաղվում է։ Լեր Կամսարը բարձրաձայն հայտարարել էր իր մահապատժի մասին։ Ստիպված էր լինում Լեր Կամսարը հաճախ ասել, թե ես ապրել եմ, ստեղծագործել եմ 4 բռնատիրությունների օրոք, տեսել եմ Սուլթան Համիդյան բռնատիրությունը, երիտ թուրքերի բռնատիրությունը, դաշնակների բռնատիրությունը եւ հիմա էլ խորհրդային բռնատիրության մեջ եմ ապրում։ Ամենից վտանգավորը, ամենից վատը սա է, որովհետեւ Սուլթան Համիդի դեմ ինչ ասես գրել եմ եւ տպել նրանց թերթերում։ Ինչ ասես գրել եմ դաշնակ ղեկավարների դեմ, տպել եմ նրանց թերթերում։ Ինձ ոչ ոք չի ասել, թե ինչու։ Հիմա ասում է, ինձ ստիպում են անձերի եւ երևույթների փոխարեն անորոշ դերանուններ քննադատել։ Սակայն սովետական Հայաստանի իշխանությունների մեջ կար մեկը, ով մեծարում էր նրա երգիծանքն ու ամեն կերպ աջակցում Լեր Կամսարին։ Սարգիս Լուկաշինն էր։ Եվ հենց Լուկաշինի միջնորդությամբ Լեր Կամսարը ոչ միայն ներվում է, այլ նույնիսկ վերադարձվում Պետհրատ իր աշխատանքին։ Սակայն նա զգում էր, որ այս ներումը ժամանակավոր է եւ մոտ է ազատությունից զրկվելու պահը, ուստի փորձում է օգտվելով իրանական անձնագիր ունենալու փաստից հեռանալ երկրից եւ դիմում է Նախիջևանում Իրանի հյուպատոսին, սակայն մերժում է ստանում։ Նա քաչգիտակցում է, որ օղակը նեղանում է եւ փրկության միակ քիչ թե շատ հավանական տարբերակը սկզբունքներից ու ազատախոհությունից հրաժարվելն է, սակայն Լեր Կամսարը նախընտրում է հալածանքները եւ գրում իր օրագրում. Ով սուրբ ազատություն, թող անգամն ալ ծնրադրեմ բանտի ծանր երկաթապատ դրան ետև, Հավիտյանս անհետանել է առաջ։ Սակայն մինչև բանտի դռան փակվելը դեռ 3 տարի կար,
3 մղձավանջային տարի։ Երբեմն իջարաճճի, զվարթ, աշխուժ պատանին, անսահման ծիծաղ հարուցող կոմիկ դերասանն այլևս չկար։ Նրա փոխարեն մնացել էր Աստծուց, աշխարհից ու մարդկանցից նեղացած, մռայլ ու ամեն պահ պատժի սպասող երգիծավանը։ Լեռկամսարի դեմ բոլոր ցուցմունքները բռնությամբ եւ պարտադրանքով էին կորզվել եւ կեղծ էին։ Քննիչի նույն հարցին, թե արդյոք ինքն ասել է, որ խորհրդային կառավարությունն ավելի վատն է, քան թուրքական իշխանությունը, Լեռկամսարը պատասխանում է. եթե հայկական ջարդերից ու կոտորածներից ընդամենը 10-15 տարի հետո հայը փորձում է փախչելով խորհրդային Հայաստանից նույնիսկ Թուրքիայում հաստատվել, ուրեմն իսկապես վատն է։ Նա պահանջում է դատարանից իր համար սահմանել գերագույն պատիժ կամ գերագույն ազատություն, այսինքն կամ թույլ տալ ազատորեն գրել, կամ գնդակահարել։ Լեռկամսարին հատուկ դատելու համար Մոսկվայից բերել էին ռուս քննիչ, որ անկողմնակալ լինի եւ այնպես դատի, որ այլևս հետ չգա Լեռկամսարը։ Այս ռուս քննիչը զարմանալիորեն դրա առաջ, քանի որ դրել էին Լեռկամսարի ստեղծագործությունների թարգմանություններ, կարդացել էր ժամանակագիցները վկայել են, որ թաշկինակով հազիվ էր այդ ռուսը իր դիտաղը զսպում։ Հազիվ էր զսպում։ Երբ որ մի կարճ ժամանակ մենակ են մնացած եղել, այս քննիչը ասել է, թե Զդորովը պիշի, շատ լավ ես գրում, ափսոս, որ լավ ժամանակ չես ծնվել։ Ես ստիպված եմ ասում եմ քեզ դատել եւ տալ ամենամեղմ պատիժը։ Այլապես անձամբ Ստալինի դեմ կազմակերպված մահափորձի համար քեզ պիտի գնդակահարեինք։ Այս պատճառով է, որ այդ ռուս քննիչը բարեհոգաբար նրան ընդամենը 3 տարի է դատապարտում։ Բայց Երևանի բանտում էլ չեն բավարարվում, աքսորում են Սիբիր, Որկուտա, որովհետեւ գետանավեր բեռնաթափի եւ այլն եւ այլն։ Իր գրքերում Լեռկամսարը նկարագրում է գուլագի տառապանքները եւ դարձյալ զուտ պատահականություն է, որ կենթանի վերադառնում է Երևան։ Այս ընթացքում գնդակահարվել կամ աքսորվել էին շատ մտավորականներ, գրողներ, պետական ու քաղաքական գործիչներ, եւ դրանց թվում էին Սարգիս Լուկաշինն ու Աղասի Խանջյանը։ Այն նույն Աղասի Խանջյանը, ում Վանի Երեմյան վարժարանում դասավանդել էր Լեռկամսարը։ Անհավանական չէ, որ Խանջյանի միջնորդությամբ է նաեւ Լեռկամսարին գնդակահարության փոխարեն 3 տարվա աքսոր սահմանվել, բայց այդ մասին վկայող որևէ առարկայական հիմք գոյություն չունի։ Սակայն այս աքսորով Լեռկամսարի հալածանքները չեն ավարտվում։ Հերու աքսորն այս անգամ փոխարինվում է մոտակա աքսորով, եւ գրողին աքսորում են Բասարգեչարի, ներկայիս Վարդենիսի մեծ մազրա գյուղ, առանց Երևան վերադառնալու, առանց հրատարակվելու եւ որ ամենասարսափելին է, առանց գրելու իրավունքի։ Նրան ուղարկեցին նորից աքսորեցին այս անգամ Բասարգեչար ու արգելված էր նրան գրելան։ Նա իրավունք չուներ գրելու։ Դե փորձեց, ասենք, նա նաև մանկավարժ էր, մանկավարժություն անել, դա էլ արգելեցին, որ երիտասարդ մատաղսերնդի ուղեղը չպղտորի, ստիպված մեղվաբուծություններ անում, բայց չգրել չէր կարող, հասկանում եք, նա տեսնում էր իր շուրջը ինչ է կատարվում եւ ուզում էր մարդկանց աչքերը բացել։ Անդադ գրում էր, բայց թաքցնում էր, որովհետեւ այդ շրջանում սկսվեց արդեն երկրորդ հավաքը, երկրորդ աքսորը 45-46 թվականին, նա ամեն րոպե սպասում էր, որ կգան իր հետևից, ճամպրուկը պատրաստել էր արդեն, չորացրած հաց էր պատրաստել, ներքնակը, բաժակ ամեն ինչ պատրաստել էր, որովհետև Տորֆ գյուղում էր ինքը այդ ժամանակ, քանի որ 3 թե 4 հոգի աքսորյաններ կան, 3-ին արդեն աքսորել էին, մնացել էր նա, եւ եթե հռնջյուն էր լսում, հռնջյուն մեքենայի, ինքը մտածում էր, ասում էր վերջ իմ հետևից եկան, դուք պատկերացնում եք այդպես ապրել տարիներ շարունակ։ Մի խոսքով բայց Լեռկամսարին ձեռք չտվեցին, նա գրում էր ու բայց նա էլի ամեն օր էր գրում, ամեն օր, գիտեք ինչ էր անում, այդ օրվա տետրը նա պահում էր մեծ եղբորս բարուրի մեջ, այդ ժամանակ միայն մեծ եղբայրս կար, մոմլաթի տակ դնում էր, հենց ձայներ էր լսում, այդպես էր, իսկ գրված տետրերը դնում էր մեղվի փետակների վերևը։ Մեկ անգամ գյուղի երիտասարդները տեսնում են, որ այնտեղ ինչ-որ բան է անդադարձնում, կարծում են հարստություն է կամ մի բան է, գնում են, վերցնում են, գուղանում են գիշերով։
Մի երկու օր հետո նրանց ծնողները ահաբեկված, ուղղակի ահաբեկված բերում են, ասում են, այ մարդ, արքո շառը մեզանից հեռու, ոչ տեսել ենք, ոչ լսել ենք, բայց չեն մատնում, որովհետև իրեն այնտեղ շատ են սիրում։ Այդ տարիներին Լեռքամսարի ստեղծագործություններով հետաքրքրվում է Սփյուռքահայ մի գրականագետ Սիմոն Քյուլո անվամբ։ Նրա բազմաթիվ նամակներին Հայաստանի արտասահմանի հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Լեռքամսարը մահացել է տարիներ առաջ Սիբիրյան աքսորի ճանապարհին, բայց եւ այնպես նրա նամակներից մեկը հայտնվում է Լեռքամսարի ձեռքում, եւ տառապյալ երգիծաբանը դառնությամբ պատասխանում է. Դուք հարցնում եք ողջ եմ ես իսկապես, թե մեռած։ Ես իսկապես սպանված եմ վաղուց, թեև դեռ կենդանի եմ։ Սիմոն Քյուլոն ժամանում է Երևան, պայմանավորվում հանդիպել Լեռքամսարի հետ։ Երգիծաբանը որոշել էր նրան վստահել իր ձեռագրերը, որպեսզի դուրս բերվի երկրից եւ տպագրվի արտասահմանում։ Բայց գնալով հանդիպման վայր, Լեռքամսարը Սփյուռքահայ գրականագետին գտնում է խեղդամահարված։ Եվ այս մահվան համարել է իրեն մեղավոր համարում ու ավելացնում իր հոգեկան տառապանքների բաժինը։ Փաստորեն Լեռքամսարը աքսորում մնաց 20 տարի, 3 գումարած 17 տարի։ Սա ահավոր մի բան է, գրողի կյանքից կտրված մի ժամանակ, որը կորած ժամանակ է գրականության համար։ Այս անեծքին եւ աղետին դատապարտվեցին շատերը, եւ այդ շատերի մեջ ազնվական նվիրական անուններ են, որոնցից ահա առանձին այս դեպքում պետք է հիշենք, մեծարենք ու փառաբանենք ըստ արժանվույն Լեռքամսարին։ Այն եզակի անգամներից մեկի ժամանակ, երբ գրողը խախտում է աքսորի պայմանն ու թաքուն Երևան գալիս, ընտանիքին հանդիպելու, նրան կրկին ձերբակալում ու տանում են ազգային անվտանգության ծառայություն։ Այս անգամ հայտնում են, որ թույլ կտան վերադառնալ Երևան, կհրատարակեն գրքերը եւ այլն, բայց մեկ պայմանով. եթե օգտվելով Ավետիք Իսահակյանի հետ մտերմությունից լրտեսին նրան եւ իրենց տեղեկություններ հայտնի, թե ինչ է խոսում ու մտածում, Լեռքամսարը հրաժարվում է եւ վերադառնում իր աքսորավայրը։ Սակայն ճանապարհին Երևանի փողոցներից մեկում հանդիպում է հենց Իսահակյանին ու պատմում ամեն ինչ։ Ախ, ուրեմն այդ պատճառով դերասանուի այսինչը փոք չի գալիս։ Գլխի է ընկնում վարպետը։ Իսահակյանը Լեռքամսարին ասում է, որ սխալվել է չհամաձայնվելով։ Դու ազատության մեջ կլինեիր, կպայմանավորվեինք, թե ինչ ասես չեկիստներին, քեզանից լավ հետապնդող էի ունենալու։ Ի վերջո 50-ական թվականներից Ստալինի մահից հետո մի քիչ փոխվում է վիճակը։ Փոխվում է վիճակը, բայց արդեն 1963 թվականին խեղճ Լեռքամսարը հարկադրված էր իր օրագրում գրել. տարիներ շարունակ համաշխարհային մեծ դահճապետից Ստալինի համար հարմարագույն մահապատիժ էի փնտրում ու չէի գտնում։ Վերջապես գտա, բայց ինչ օգուտ։ 10 տարի առաջ ինքը լրավ իր հոգին ազատեց։ Բայց ես չեմ կարող չասել, թե ինչ էի որոշել։ Հիմա էլ, եթե Ստալինին կենթանին ձեռքը հանձնեն, որոշել եմ առանց մազաչափ անգամ խղճի խայթը զգալու նրան ամուսնացնեմ կանոջս հետ։ Ուրեմն, տեսեք, թե ինչպես է քաղաքական երգիծանքը բարձրանում կենցաղային ոլորտից եւ գնում որտեղ է հասնում։ Թեև աքսորյալ երգիծաբանի խրճիթը մեծ մազրայում ուխտատեղի էր դարձել գրասեր երիտասարդների համար, սակայն այդ 17 տարիների ընթացքում ժողովուրդն արդեն հասցրել էր մոռանալ Լեռքամսար անունը։ Միայն Ստալինի մահից հետո 1955 թվականի նոյեմբերին Հայկական սովետական սոցիալիստական հանրապետության գերագույն դատարանը արդարացման վճիռ է կայացնում, չհիմնավորված համարելով Լեռքամսարի դեմ 1936-ին կայացրած դատավճիռը եւ թույլ տալիս նրան վերադառնալ Երևան ու շարունակել գրական գործունեությունը։ Մեկ տարի առաջ 1954 թվականին Բերույթում լույս էր տեսել Լեռքամսարի ազգային այբենարան գիրքը։ Կլոր 20 տարի ոչ արտերկրում եւ ոչ էլ հայրենիքում նրա ոչ մի ստեղծագործություն լույս չէր տեսել։ Մահվանից 4 տարի առաջ մեծ երգիծաբանը հրատարակում է Գրափար մարդիկ գիրքը, իսկ մարդը տանու շորերով ժողովածուն դառնում է ճակատագրական։ Ահա թե ինչպես է ներկայացնում այդ պահը գրողի թորնուհին։ 1965 թվականի նոյեմբերի 22-ի առավոտն էր։
Երկիծաբանը դեռ պարկած էր անկողնում, քանզի խղճուկ կացարանը շատ էր ցուրտ ու տամուկ վերմակիտակից դուրս գալու համար։ Անհանգստությամբ սպասում էր Հայաստան հրատարակչության խմբագիր Խաչիկ Պողոսյանին, ով պետք է բերեր երկար ու ձիգ տարիներ սպասված «Մարդը տանու շորերով» գրքի ազդանշանային օրինակը։ Խմբագիրը երկար սպասեցնել չտվեց, այլայլված ներս խուժելով գուշեց. «Վարպետ, Կենտկոմը գրքի վրա կալանք է դրել, պատճառն ընդամենը 1 հոդված է»։ Դեմքը ծռմռվեց։ Թախիցը դանդաղ ծորալով նրա ծաղկատար դեմքով աստիճանաբար փոխվեց անասելի կսկիցի եւ ուրախ ժանրի վարպետի վշտերից հյուծված սիրտը կաթվածահար եղավ։ Հոգեկան ու մարմնական տառապանքի գալարումները դեռ մի քանի օր շարունակվեցին, երբ հարազատները հորդորում էին բացել գոցկոպերը։ Ասում էր. «Ես աշխարհի վրա բացվող պատուհանս արդեն փակեցի։ Մաքրեցի նրա հետ բոլոր հաշիվներս։ Իզուր եւ սին էր իմ պայքարը հանուն ճշմարտության եւ արդարության։ Ճշմարտությունը անցնելիք ճանապարհ չունի այս մեղավոր աշխարհում։ Չնայած այդ անհավասար կռվում ես ընտրել էի ամենաանմեղ եւ ամենաանվնաս զենքը՝ ծիծաղը։ Սակայն ոտնահարված եւ անտեսված արդարության եւ իմ բաժին ճշմարտության համար ես խոշտանգվեցի թե մարմնապես եւ թե հոգեպես եւ դատապարտվեցի մինչեւ իմահ գաղտնի եւ լռելյան ստեղծագործելու դաժան պատժին։ Որպես մարդ ապրելու հնար չեղավ, չթողեցին որպես մարդ ապրել, գետ թողնեն որպես մարդ մեռնել։ Այնքան խորն էր նրա մեջ հիասթափությունը խորհրդային համակարգից խորհրդային ժամանակներից, որ Խրուշչովյան ծննդալի տարիներին անգամ նա տեսնում էր այն ձևականը, կեղծը, սուտը, որը ոչ թե երկիրը տանում է դեպի առաջընթաց, այլ դեպի անկում։ Որպեսզի խոսքը մերկապարանոց չլինի, կցանկանայի մի հատված կարդալ նրա օրագրային այս գրառումներից։ 1959 թվականի փետրվարի 2-ին Լեռկամսարը այսպիսի օրագրային գրառում է արել։ Երկուշաբթի այսօր Ոզնու խմբագիրն ինձ կանչեց ու ասաց. «Դու չարախինդ երգիծաբան ես։ Մեր գործած սխալները ոչ թե ցավ են պատճառում քեզ, այլ ուրախացնում են։ Եթե քո տոնը չփոխես, այլևս չես կարող աշխատակցել մեր հանդեսին»։ Ես պատասխանեցի. «Նախ եւ առաջ երգիծաբանը ծեփագործ չէ, որ ձեր կեղտոտ պատերը ճերմակեցնի։ Երկրորդ, ձեր գործած սխալները այնքան շատ են, որ եթե յուրաքանչյուրի վրա ցավեի, պիտի հիվանդանոցում պարկած լինեի, որովհետև այսքան ցավի ոչ մի օրգանիզմ չի դիմանա։ Երրորդ, ես սաստիկ ցավ պիտի զգայի, եթե դուք մարդկանց բարիք գործելու ասպարեզում սխալվեիք։ Օրինակի համար, եթե ժողովրդին ազատություն տալ աշխատեիք, իսկ դուք կապել, կաշկանդել եք մարդկանց ձեռքն ու ոտքը, նաև լեզուն, ցավել ձեր սխալների վրա նշանակում է ցուցմունք տալ ձեզ, կապելու նաև մարդու այն միակ անդամը, որ պատահմամբ վրիպել է ձեր ուշադրությունից։ Սրանով էլ ավարտվեց իմ աշխատակցությունը Ոզնի ամսագրին եւ ես կարող եմ գլուխս ծռած ու բաց թողած բարդենու նման վեր բարձրացնել։ Աշխատակցել խորհրդային թերթերին նշանակում է մի ծանր բեռ վերցնել կռնակիդ ու հասցե չունեցող բեռնակրի նման անվերջ քաշել։ Լեռկամսարի վերջին խոսքերն էին։ Ես խնդրում եմ ձեզ, ինձ թաղելիս բերանքսի վեր դնել հողը, որ այս կառավարության երեսը չտեսնեմ։ Մի երկմտեք, երբևէ ռեժիմը փոխվելիս, անգամ եթե ամբողջովին փտած լինեմ, դարձյալ շուռ պիտի գամ մեջքիս վրա։ Խորհրդային կառավարությունը հեքիաթի այն վիշապն եղավ, որ նստած իմ եւ ժողովրդի մեջտեղը արգելեց ամեն տեսակի հաղորդակցություն իրար հետ։ Ինձ բևեռ աքսորեց ու վառեց գրքերս, որ չկարդան, վերադարձիս էլ այնպես խցեց բերանս, որ ծպտուն չհանեմ։ Ինչու՞, որ չգոռամ ճշմարտությունը։ Միշտ ասում են, մենք ընկանք, մենք կործանվել ենք, սերունդների համար եմ գրում, որ հետագա սերունդները հասկանան, որ կոմունիզմը սինթետիկ գաղափարախոսություն է, այդպես չի լինում։ Անհատը գալիս է եւ ապրում է հիմնականում իր համար, մասսաները դեր չեն խաղում, անհատն է կարևոր եւ պետք է լինի մարդու բացարձակ ազատություն, անհատի ազատություն պետք է լինի։ Մարդը գրի ինչ ուզի, մարդը մտածի ինչ ուզի, պետք է ազատություն լինի։
Խորհրդային երկրում ապրելու, ստեղծագործելու համար անհրաժեշտ էր ցուցաբերել մեծ կամք ու համբերություն արատավոր երևույթների մասին խելամտորեն արտահայտվելու կարողություն։ Իսկ Լեր Կամսարը երբեք չփոխվեց, չգտնեց որևէ պաշտոնյայի իր գույն ու կաշին չփոխվեց, մնաց նույն շիտակ արդարամիտն ու ուղղախոսը։ Ես կյանքի հայելին եմ, ասում է Լեր Կամսարը, եւ ինձ նայողին իր կերպարանքը միայն ցույց կտամ։ Չի ուզում սովետական կառավարությունը թող ինձ չնայի։ Այնպես որ դժվար է ասել միանշանակ, թե եթե Լեր Կամսարն ապրեր օրինակ Պարոնյանի կամ Մոտյանի ժամանակներում, կպահպաներ արդյոք իր երգիծանքի ուժը, իր խոսքի հարատևությունը, սա եւս կարծում եմ կպարզի ժամանակը։ Բայց մի բան միանշանակ պարզ է։ Լեր Կամսարի ստեղծագործությունը կարդալիս երկակի զգացում ես ունենում։ Առաջին հայացքից հիասմունք են պատճառում երգիծաբանի տաղանդի ուժը, երգիծանքի հմայքը, իսկ մյուս կողմից խորին ցավ ես զգում, որ Պաստորեն տաղանդավոր երգիծաբանը 20 տարի եւ ավել ժամանակ դուրս է մնացել մեր գրական կյանքից։ Թեև հարթ ու խաղաղ չի անցել Լեր Կամսարի կյանքը, գրել կենսագրություն, ասում է Լեր Կամսարը, նշանակում է երկրորդ անգամ ապրել կյանքդ։ Իսկ իմ ապրած կյանքի օրերը իրար հետև շարված տառապանքի օրեր էին։ 10 անգամ ստույգ, մահից մազապուրց։ Ինչ երաշխիք, որ դրանցից մեկն ու մեկին երկրորդ ապրելուս զոհ չեմ գնա։ Դամանորը առավոտյան Գրողների միությունից ներկայացավ մի կին, բերելով 300 ռուբլի որպես օգնություն։ Գրողի ժառանգները հրաժարվեցին ընդունել։ Քիչ հետո նորից հայտնվեց նույն կինը, արդեն կրկնապատկված գումարով։ Կառավարությունը նույնպես որոշել էր նյութապես սատարել։ Հավաքված ժողովուրդը չդիմացավ։ Թքել ենք թե իշխանության, եւ թե նրա փողերի վրա, բղավեցին այսօայն կողմից։ Ինքը ժողովրդին է պատկանում։ Եվ ժողովուրդն էլ նրան կթաղի առանց ձեր տված ողորմության։ Կեսօրին ժողովրդական տխուր թափորը ուսեուս տեղափոխելով իրեն երբեք չդավաճանած մեծ տառապյալի աճյունը, ոտքով դանդաղաքայլ նրան դեպի հավերժություն ճանապարհեց։ Ով Քրիստոս, դու երջանիկ ես ինձնից նրանով, որ ընդամենը մի քանի ժամ մնացիր խաչին գանված եւ մեռնելիս էլ հետդ տարար աճ ու ձախ կողմերդ խաչված երկու ավազակներին։ Սովետական կառավարությունը ինձ 40 տարի խաչի վրա է պահում եւ իմ երկու կողմերում չի խաչել Լենինին ու Ստալինին։ Գրում էր երգիծաբանը մահվանից մի քանի տարի առաջ։ Երկար տարիներ ես Երևան քաղաքի այն ժամանակների Լենինի հրապարակի ջրավազանի շատրվանների ջրավազանի եզրաքարին նստած մի մարդ էի տեսնում։ Ամառվա շոքին նստած անթարթ նայում էր Լենինի արձան։ Ձմեռվա ցրտին, ձյունին, բքին, սառնամարիկին անդադար անթարթ հայացքով նայում էր Լենինի արձանին։ Մի անգամ Հովհաննես Շիրազին հարցրի, ով է այս տարօրինակ մարդը։ Ասաց Լեր Կամսարն է, չիտես, արի ծանոթացնեմ։ Ծանոթացրեց Լեր Կամսարին։ Ասաց քանի տարեկան ես տղա, ասի 17, շատ լավ տարիք է։ Լեռնել, սառնել գուցե չլինեն, բայց դու կտեսնես, այս արձանն այստեղ չի մնալու։ Այնքան արյուն կա սրա վզին եւ այնքան անեցք սրա անվանը եւ իջատակին, որ կթարցնեն սրան չեն թողնի այստեղ վրա։ Ու տեսեք ոնց մարգարեացավ Լեր Կամսարը, այսօր մենք չունենք այդ Լենինի արձանը։ Եվ այսպես Լեր Կամսարի ձեռագրերի մի մասը ոչնչացվեց Վանից Գաղթի ճանապարհին։ Մյուս մասը հրատարակված 3 գրքերի հետ հրկիզելով ոչնչացրին բոլշևիկները։ Չեկիստները պարբերաբար բռնագրավեցին աքսորի տարիներին։ Մի մասն էլ թրջվեց ու խոնավությունից անընթեռնելի դարձավ Երևանի ջրհեղեղի ժամանակ։ Այդուհանդերձ նրա փրկված գրական ժառանգության մի հսկայական հատվածը դեռ անտիպ է ու ընթերցողին անծանոթ։ Բոլորս գրասեր թե գրականագետ, ընթերցող թե հրատարակիչ, մեծ պարտք ունենք երգիծաբանի իշտակի առաջ, իսկ ավելի ստույգ հենց մեր ժողովրդի առաջ, որովհետև ունենք մի տաղանդավոր անհատ, ով իր անձով, քաղաքացիական կեցվածքով ու ստեղծագործությամբ պարզերես է անում բռնության, մատնության, քծնանքի, դավաճանության այն տասնամյակների մեր խիղճը, որոնք ստալինյան բռնությունների շրջան կոչվեցին։ Իր տառապանքներով քավում է մի ողջ սերնդի մեղքը։ Լեր Կամսարի վաստակը շատ մեծ է, այսօր դժբախտաբար դեռևս հավելվում է այդ վաստակը, այն դեպքում երբ մենք վաղուց արդեն պիտի մտածենք նրա երկելի լիակատար հրատարակության մասին, որ պիտի գրկեր երևի 10-15 հատոր, որովհետև արտակարգ հարուստ գրականություն է
եւ այն գրականությունն է, ինչը եկավ մեր մի քանի մարդկանց լռեցնելու այն առումով, որ 88 թվականից հետո մեր հրատարակիչներից ոմանք այն կարծիքը հայտնեցին, թե հայ գրողների գզրոցները դատարկեն, որովհետև այն արգելված տարիներին այնպիսի գործեր չեն գրել, որ հիմա տպագրենք։ Մի անգամ այն սխալ տեսակետ էր, սխալ կարծիք էր, այդպես արեցին, որ մատը մատին չխփեն եւ արխիվային նյութերը չանեն ու չտպագրեն։ Մինչդեռ դրան սպասում էին Չարենցի անտիպ ժառանգությունը, Բակունցի անտիպ ժառանգությունը, Մահարու անտիպ ժառանգությունը, Պարույր Սևակի անտիպ ժառանգությունը, իսկ ահա Լեռ Կամսարինը վիթխարի մի ժառանգություն, ինչը կարիք ունի, նորից եմ ասում, հատորային ձևով տպագրվելու եւ հասցեագրվելու մեր ընթերցողին։ Հիմա ասում եմ վերադարձավ, բայց ես չեմ համարում, որ Լեռ Կամսարը վերադարձած է։ Նա դեռ վերադարձման ճանապարհին է։ Նա դեռ պետք է լրիվ հրատարակվի իր ամբողջ ձեռագրերը եւ նոր կայանա։ Ես հույս ունեմ, մինչեւ իմ կյանքի վերջը ես կվերադարձնեմ իմ Լեռ Կամսարարան պապին, սերունդներին կվերադարձնեմ, որպեսզի ինքը նրանց համար է գրել, նրանց համար է իր կյանքը մարտիրոսացրել, ինքը իրեն զոհել։ Ես ուզում եմ տամ դա երիտասարդությանը եւ սերունդներին տամ, որ իմանան, որ մարդը կարող է եւ այդպես ապրել, հասկանում եք։ Իսկական մարդը այդպես կապրել։ Ուղղակի մի ցանկություն ունեմ, ես կուզեմ, որ Լեռ Կամսարի պես մարդիկ, որ համոզված են, որ հիմա էլ կան, այսինքն այն մարդիկ, որ իրենց զոհում են, իրենց կյանքը զոհում են հանուն լավ բանի, հանուն ճշմարտությանը, այդ մարդիկ թող իրենց կյանքի ժամանակ փառավորվեն, հասկանում եք։ Մենք պետք է գնահատենք իրենց կյանքի ժամանակ։ Հիմա այս բոլորը, հասկանում եք, Լեռ Կամսարին այլևս պետք չի։ Այս բոլորը մեզ է պետք։ Հիմա մենք անում ենք մեզ համար։ Եվ միակ ցանկությունս, որ այդպիսի մարտիրոսներին իրենց կյանքի ժամանակ գնահատեն։ Իրականում Լեռ Կամսարի չապրած տարիները, նրա օրագրություններն ու գրական ժառանգությունը բացառիկ խիզախում էին Լեռ Կամսարի ապրած կյանքի, ապրած ժամանակի առաջ եւ վկայությունն այն բանի, որ ազատությունը յուրաքանչյուր անձ կրում է իր մեջ իբրև բացարձակ հոգեվիճակ եւ սրան արգելք չեն կարող լինել ոչ ժամանակի հասարակարգը, ոչ վարչակարգը։ Իսկ Լեռ Կամսարը Պարոնյանի եւ Օթյանի գրական ազգակիցներ։ Անշուշտ, իրավացի է Սփյուռքահայ գրականագետ Հարություն Քյուրքչյանը, երբ գրում է. Այսօր նախկին վարչակարգի անկում են 20 տարի ետք, անկախ պետականության 3-րդ տասնամյակի սեմին Լեռ Կամսար կներկայանա իբրև խորհրդային ողջ ժամանակաշրջանի մնայուն, բացարձակ այլախոհը, բացառիկ դեմք, հավանորեն համամիութենական չափերով։ Սակայն պետք չէ մոռնանք մյուս կողմը, որ Լեռ Կամսարի ճանաչումն ու արժևորումը կմնա մասնակի, եւ որ ան տակավին կգտնվի ամբողջական վերականգնումի նախասենյակը սպասումի մեջ։ Պարզ ու անկեղծ խոսինք։ Մեծ երկիծաբանը այսօր չէ գտած ճանաչում իր լիարժեք դիմագծով ու արժեքով։